Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդքասթի հաղորդաշարին հյուրընկալել եմ Արմավիրի մարզի զարգացման կենտրոնի ՀԿ նախագահ Նաիրա Արաքելյանին։ Բարև ձեզ, Նաիրա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում եւ կուզենամ այսօր խոսել Արմավիրի մարզի խնդիրներից եւ լուծումներից եւ առհասարակ ձեր կենտրոնը ինչ առաքելությամբ հիմնադրեցիք եւ ինչ ծրագրեր եք իրականացնում, խնդրեմ։ Մեր կենտրոնը հիմնադրել ենք 2005 թվականին եւ այս տարի լրանում է մեր 20-ամյակը։ Իրականում, երբ որ կենտրոնը հիմնադրում էինք եւ անունը կոչեցինք Արմավիրի զարգացման կենտրոն, մենք մտածում էինք, որ մեր գործունեությունը կծավալենք միայն Արմավիրի մարզում, բայց այսօր մենք աշխատում ենք Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ լայնածավալ գործունեություն ենք ծավալում, տարբեր միջազգային հարթակների անդամներ ենք եւ մեր գործունեությունը ծավալում ենք ի նպաստ Հայաստանում համայնքների զարգացմանը։ Այսինքն մենք համայնքահեն հասարակական կազմակերպություն ենք եւ այս 20 տարիների ընթացքում տարբեր ծրագրեր ենք իրականացրել համայնքային զարգացման, կանանց ակտիվացման, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց։ Մեզ շատ են հարցնում, որ դուք ամեն ինչով զբաղվում եք։ Մենք ամեն ինչով ոչ թե զբաղվում ենք, այլ լինելով համայնքում դու չես կարող միայն մեկ գործունեություն կամ մեկ ուղղություն ծավալել։ Այսինքն կանանց ակտիվության, երիտասարդների հիմնախնդիրներ, համայնքի թափանցիկության, կառավարման գործընթացում համայնքի անդամների ներգրավման, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականություն ապահովելու, այդ բոլոր խնդիրները քո համայնքի ներսում են եւ այդ ամեն ինչը փորձում ես լուծել եւ այդ բոլոր խնդիրները վերհանել, համագործակցել տարբեր կառույցների հետ, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ եւ այն նպատակներ ու խնդիրները, որ ծառացած են մեր առջև, փորձել լուծում տալ։ Իսկ այդ հիմնախնդիրները, այդ բոլոր առաջարկները մեզ գալիս է համայնքի բնակիչներից, որովհետև մենք անընդհատ բնակիչների հետ շփվում ենք, տարբեր ծրագրեր իրականացնելուց վեր ենք հանում իրենց ուզող խնդիրները եւ հետագայում այդ խնդիրներին փորձում ենք լուծում տալ։ Եթե ֆիլտրենք, ապա ինչ տեսակ խնդիրներով են ձեզ դիմում եւ ինչպիսի լուծումներ եք փորձում առաջարկել կամ գտնել իրենց համար։ Կուզեի օրինակ մեկ ծրագրի մասին խոսել, Գերմանիայի եւ Ֆինլանդիայի կառավարության համաֆինանսավորմամբ Գերմանիայի համագործակցության ընկերության հետ մենք 25 թվականին Հայաստանի 21 համայնքներին աջակցեցինք մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու համայնքներում, ինչ էր իրենից ներառում մասնակցային բյուջետավորումը, գիտենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները ամեն տարի ունեն իրենց տեղական աշխատանքային պլանները եւ այդ պլաններով որոշում են համայնքի համար կարևոր խնդիրները, իհարկե նաեւ հանրային լսումներ են անում եւ համայնքի միջոցներով եւ սուբվենցիոն ծրագրերի միջոցով իրականացնում են այդ խնդիրների լուծումը, բայց մասնակցային բյուջետավորումը տարբերվում էր, որ հենց բնակիչներն էին առաջարկում խնդիրները, այսինքն տեղական ինքնակառավարման մարմինները կարող նույնիսկ չպատկերացնեին, որ որևէ հատվածում խաղահրապարակի կամ ֆուտբոլի դաշտի կամ ժամանցի կենտրոնի կամ երիտասարդական կենտրոնների կարիք կա եւ փորձում ենք այդ խնդիրները վերհանել, առաջարկում են տեղական ինքնակառավարման մարմիններին, հանձնաժողով է ձևավորվում, հանձնաժողովը ընտրում է այդ խնդիրները, կայքում տեղադրում եւ փորձում են այդ կայքում ընտրության միջոցով ֆինանսավորել առավելագույն ձայներ հավաքած ծրագրերը ու շատ կարևորում եմ այս ծրագիրը, որովհետև հիմքում ընկած է կանանց, երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը, այսինքն հանրային լսումները, որ մենք իրականացնում ենք, փորձում ենք, որ անպայման կանայք, երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձիկ մասնակցեն եւ իրենց խնդիրները վերհանեն,
որովհետև շատ դեպքերում շատ կարևոր խնդիրներ հենց կանայք են վերհանում, երիտասարդներն են վերհանում ու կարծես թե դա մեզ մոտ ստացվում է։ Ինչով է պայմանավորված, որ հենց կանայք նկատում են շատ կարևոր համայնքում առկա խնդիրներ, խնդիրներ, որոնք որ գուցե տղամարդիկ չեն նկատում։ Սա սերով է պայմանավորված, թե ավելի զգայուն են կանայք կառավարման խնդիրների վերհանման տեսակետից։ Եվ ավելի զգայուն են եւ շատ կարևոր խնդիրներ։ Օրինակ խաղահրապարակների բացակայությունը ինչու են կանայք վերհանում, չէ՞, տատիկները, մայրիկները փորձում են գյուղական համայնքներում իրենց երեխաներին ինչ որ այգի տանել կամ որևէ խաղահրապարակ տանել ու դրա բացակայությունը հիմնականում տղամարդիկ չեն նկատում, կանայք են նկատում, որովհետև թորնիկների ձեռքը բռնած ուզում են դուրս գան զբոսնել ու այդ այգին բացակայում է հատկապես գյուղական համայնքներում, ինչու ոչ նաև մեր քաղաքային համայնքներում։ Դրա համար երբ որ նրանք խնդիրները վերհանում են, հասկանում ես, որ ավելի զգայուն են, ավելի համայնքահեն են, եւ ես շատ ուրախ եմ, որ օրինակ տարբեր ծրագրի շրջանակներում մեր համար կանանց ձայնը լսելի է դառնում եւ իրենց խնդիրների լուծումը տարվում է դեպի տեղական ինքնակառավարման մարմիններ եւ դրանց լուծում է տրվում։ Արմավիրի զարգացման կենտրոնը նաև հիմնադրել է քաղաքական քննարկումների ակումբ եւ կուզենայի հասկանալ կարիքը որտեղից եկավ եւ ինչու որոշեցիք նման քննարկումների ակումբ ստեղծել։ Նպատակը, առաքելությունը որտեղից եւ ինչին է ծառայելու։ Նպատակը վաղուց ունեինք, բայց այդ նպատակը իրականություն դառավ Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ, որովհետեւ Նիդերլանդների կառավարությունը փոքրիկ ֆինանսավորում էր տրամադրել եւ հնարավորություն ստեղծվեց մեր այդ երազանքը իրականություն դարձնել։ Ինչու՞։ Նայեք, նախարարությունները մշակում են ռազմավարություն, օրենքներ, ում համար։ Համայնքի բնակիչների։ Եվ ինչպես պետք է այդ ամեն ինչը իջեցվի բնակիչներին ու նաև բնակիչներից եկած առաջարկները հասցվի մշակողներին։ Ու այդ քաղաքական ակումբի շրջանակներում մենք փորձում ենք տարբեր բնագավառների ներկայացուցիչներին բերել մարզ եւ մարզում այդ շահագրգիռ կողմերի հետ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ, առաջարկներ, օրինակ կրթության բարեփոխումների շրջանակներում մենք մտածում ենք, որ մեր ուսուցիչները, դպրոցի տնօրենները շատ հարցեր ունեին, բայց ինչպես այդ հարցերը մղեն, ինչպես դրանց պատասխանները ստանան եւ մենք փորձեցինք այդ քաղաքական ակումբի միջոցով, կզնակից ներկայացուցիչներ հրավիրեցինք, տարբեր կրթական փորձագետներ հրավիրեցինք ու շատ հետաքրքիր քննարկում անցավ։ Ու քննարկումները իրականացնում ենք տարբեր բնագավառներում, օրինակ գյուղատնտեսության շրջանում, տեղական ինքնակառավարման այդ ապակենտրոնացման հետ կապված բարեփոխումների շրջանակներում, այսինքն շատ արդիական թեմաներ ենք վերցնում եւ փորձում ենք պատասխանատուներին ու ներքևում կանգնած բնակչությանը, շահագրգիռ կողմերին համատեղ փորձել իրենց հետ հանդիպումներ կազմակերպել։ Խոսեցինք նաև գյուղատնտեսական խնդիրների մասին եւ ամենակարևոր հարցը, որը գյուղացիներին միշտ անհանգստացնում է, բերքի իրացումն է, գնարժեքը եւ արտահանումը։ Այս խնդիրների մասով ինչ պատկեր ունենք այս տարի Արմավիրի մարզում։ Նայեք, խնդիրը ինչու՞մն է։ Հողի մասնավորեցման գործընթացի հետ համատեղ ոնց որ գյուղացիներին թողեցինք իրենց կամքով մշակելու տարբեր մշակաբույսեր։ Եվ արդյունքում ինչպես է ստացվում, ով է շուկան կառավարում, եթե այս տարի լոլիկը լավ է վաճառվում, գինը բարձր է, հաջորդ տարի բոլորը սկսում են լոլիկի մշակությամբ զբաղվել։ Այսինքն սովետական միության տարիներին գոյություն ուներ պլանավորում ու տարբեր տարածաշրջաններում իջեցվում էր, թե որ տարածաշրջանը ինչպիսի մշակաբույս մշակի, բայց հիմա ոչ մի պլանավորման գործընթաց չկա եւ մարդիկ իրենք որոշում են իրենց հողում ինչպիսի մշակաբույս դնեն, ինչպես մշակեն ու վերջում գնաառաջարկի հետ կապված խնդիր են ունենում։ Օրինակ մեր կազմակերպությունը գինու տուրիզմի փորձի փոխանակման էր մեկնել Իսպանիայում
Եվ այնտեղ մի գինու արտադրողի հետ երբ որ հանդիպեցինք, ինքին ասեց, որ ես տարեկան իրավունք ունեմ 100 շիշ գինի արտադրեմ։ Ասում ենք, բա ինչի, ասում է, դե գոյություն ունեն սահմանաչափեր ու այդ սահմանաչափերով այնպես են անում, որ շատ գինի չարտադրվի ու շուկայում լճացում տեղի չունենա եւ մարդիկ կարողանան իրենց եւ այգիները եւ արտադրությունը պահպանեն։ Այսօր ցավոք սրտի մեր երկրում ոչ մի պլանավորում գոյություն չունի եւ գյուղացին ինքն է որոշում ինչպիսի մշակաբույս դնի, թե ծառեր դնի ու վերջում հանգում ենք նրան, որ ամեն տարի որևէ տիպի լոլիկ, վարունգ, ծիրան շատ է լինում ու այդ ամեն ինչը շուկայում լճացում է առաջացնում եւ գինը գցում է ու մարդիկ շատ տուժում են, որովհետեւ գյուղատնտեսության շրջանում բավականին ներդրումներ են անում, մինչեւ որ բերքը ստանում ենք։ Իսկ արտահանման մասին եթե խոսենք, ինչի ստացվում արտահանել։ Արտահանումն էլ փաստորեն մարդիկ մշակում են այգիները, բայց օրինակ եթե կոնյակի գործարանի հետ պայմանագիր ունեն որոշակի գյուղատնտեսական գյուղում զբաղվող բնակիչներ, ովքեր որ խաղողի այգիներ ունեն, իրենք գիտեն, որ կոնյակի գործարանը այս տարի իրենցից ինչքան խաղող է մթերելու։ Բայց մարդիկ մշակում են ու չգիտեն ով կգա կարտահանի, թե չի արտահանի, որևէ մեկի հետ նախորոք ոչ մի պայմանագիր գոյություն չունի, արտահանողները մասնավոր ընկերություններ են կամ հենց մասնավոր մարդիկ են, այսինքն մշակում են առանց որևէ նախապես պայմանագրային գործընթաց իրականացնելու ու երբ որ բերքը հասնում է, նոր սկսում են ընկերություններ կամ մարդիկ ման գալ, որպեսզի իրենց բերքը արտահանեն։ Այս տարի կարծես թե ծիրանի գինը ձեր մարզում 40-50 դրամ էր։ Ինչով էր պայմանավորված այսքան ցածր գին եւ ինչպես է որոշվում այդ գինը։ Նայեք, արտահանողները գալիս են սկզբից, վերցնում են ամենալավ մշակված բերքը ու քանի որ այս տարի ծիրանը նաև մեր մարզում շատ էր, մյուս բերքը մնում է ծառերի վրա ու մարդիկ ստիպված 40-50 դրամով հանձնում էին վերամշակող գործարաններին հյութեր, ջեմեր, մուրաբաներ պատրաստելու համար, շատ դեպքերում նույնիսկ այդ 40-50 դրամը գյուղացիների համար ձեռնտու չէր ծառից քաղել, տանել, հանձնել, որովհետև նույնիսկ այդ քաղելու եւ մեքենայի արժեքը երբեմն դուրս չէր գալի ու եթե տեսնեիք սոցցանցերում շատերը գրում էին, որ ծառի վրա բերք ունեմ, ովքեր ուզում են թող կան հավաքեն տանեն։ Խոսենք մի քիչ քաղաքական ակտիվիզմից, կանանց քաղաքական ակտիվիզմից, որը փորձում ենք տարիներ շարունակ խրախուսել, ջատագովությամբ ենք զբաղվում եւ փորձում ենք արժեքային համակարգը փոխել, հատկապես կառավարման ոլորտում։ Կնշեք արդյոք ձեր կազմակերպությունը ինչ դրական փորձ է արձանագրել Հայաստանի տարբեր մարզերում եւ հատկապես եւ ավականու անդամների մասնակցությամբ եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ կան այդպիսի դրական դեպքեր, որոնք որ կուզենաք կիսվել։ Իհարկե կան, մենք 2007 թվականից ընտրական գործընթացներում շատ ակտիվ ենք եղել եւ բացի նրանից, որ փորձել ենք թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար աջակից լինել, նաեւ փորձել ենք կանանց ներգրավել։ Եթե 2007 թվականից սկսած մենք փորձում էինք կանանց ավականիների ինստիտուտը կայացնել, մեզ համար շատ դժվար էր, որովհետև շատ դեպքերում կանայք ասում էին, դա այնտեղ բոլորը տղամարդիկ են, ամուսինս չի թողնի, կամ ես որ գնամ այնտեղ ինչ եմ փոխելու, բայց շատ մեծ օգնությամբ եկավ, երբ որ օրենք ընդունվեց ազգային ժողովի համար, որ ամեն երրորդը հակառակ սեռից ու համամասնական ընտրությունների ժամանակ շատ կարևորվեց, որ նորից ցուցակներում ամեն երրորդը հակառակ սեռից լինի, բայց իմ համար ինքը շատ ցավալի է, որովհետև շատ դեպքերում ոչ թե ասում են ամեն երրորդը հակառակ սեռից, այլ ասում են ամեն երրորդը կին։
Ու դրանով կուսակցությունները փորձում են կանանց ներգրավել, իրենց գործունեության մեջ, առաջադրման գործընթացում, բայց շատերն են տեսնում, թե ինչքան փոփոխություն է բերում կանանց ներգրավմանը կառավարման գործընթացում։ Սկսենք հենց նաև երբ որ ուղիղ եթերներով նայում ենք, հենց միայն կանանց ներկայությունը զսպում է տղամարդկանց ավելի կոռեկտ պահել իրենց ավականու նիստերի ժամանակ։ Շատ խնդիրներ կանայք են վերհանում, ինչպես նշեցի եւ մասնակցային բյուջետավորման ժամանակ եւ ավականիների ժամանակ, օրինակ, երբ որ հետևում ես տարբեր տեղական ինքնակառավարման մարմինների ավականու նիստերին, տեսնում ես, որ կանայք նորից տարբեր հիմնախնդիրներով շատ կարևոր խնդիրներ են բարձրացնում եւ փորձում են իրենց առաջարկները տանել առաջ։ Իմ համար շատ հիմա կարևոր է, որովհետեւ կարծես թե ավականու ինստիտուտը Հայաստանում կայանում է։ Իհարկե համամասնական ընտրությունները շատ մեծ դերակատարում ունեցան համայնքներում, բայց այնուամենայնիվ հիմա կանայք չեն ասում, որ այնտեղ գնամ ինչ անեմ։ Արդեն գիտեն գնան ինչ անեն։ Գիտեն, որ գնան ինչ պիտի անեն։ Կամ նույն ընտանիքի անդամը երբեք իր կնոջը չի արգելում, որ ինքը առաջադրվի որպես ավականի, որովհետև նաև հանրության կողմից հարգանք է ստեղծվում ավականիների նկատմամբ, ու հատկապես երբ որ կին ավականիները իրենց շրջապատում, իրենց համայնքում զրուցում են, խնդիրներ են վերհանում եւ ասենք բնակչությանը իրենց ընկերուհիներին, հարևաններին ասում են, որ ես այս հարցը ավականիում կվերհանեմ ու եթե հաջողվում է որևէ խնդիր վերլուծել, շատ մեծ հարգանք է ձևավորվում այդ կին ավականու հանդեպ։ Եվ ես հուսամ, որ ամեն երրորդ կին ասածը Հայաստանում կդառնա ամեն երրորդը հակառակ սեռից։ Եվ ամենահաջողված դեպքերը գուցե եւ դրականորեն ազդեն համայնքի կյանքի եւ կենցաղի վրա։ Այո, համայնքի կյանքի իրականում ազգային ժողովում նորից ունենք, ամեն երրորդը հակառակ սեռի, բայց ցավոք սրտի բոլորը դիտարկում են ամեն երրորդը կին, բայց համայնքներում կարծես թե ավականու հետ շփումը, ավականու գործունեությունը ավելի անմիջականորեն է անդրադառնում համայնքի բնակչի վրա, քան ազգային ժողովում օրենքների մշակման գործընթացում, որտեղ շատ ժամանակ բնակիչները չեն էլ հասկանում, թե ազգային ժողովում ինչ օրենք մշակեցին եւ այդ օրենքի կատարողները ովքեր են ու ինչ ազդեցություն պիտի լինի, մինչեւ օրենքը կիրարկման չի անցնում, նոր հասկանում են, որ մենք ինչի են ժամանակ մի հատ առաջարկ չարեցինք, երբ իդրաֆտի հնարավորությունը ունենք, որը նաև բնակչության շրջանում այդքան տարածված չի ու տեղյակ չեն, ու այստեղ է, որ հասարակական կազմակերպությունների դերակատարումը պիտի շատ լինի, որովհետև այդ բոլոր խնդիրները պիտի իջացվի համայնք, լսվի բնակչության ձայնը ու հակառակ այդ առաջարկները տարվի դեպի ազգային ժողով, կառավարություն եւ ասել, որ բնակչությունը կարիք ունի այս խնդիրներին։ Մեր հասարակության մեջ կան մեր կողքին ապրող հատուկ իրավիճակներում կարիքներ ունեցող մարդիկ, դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ եւ նաեւ ձեր կենտրոնը այդպիսի մի կենտրոն է հիմնել, եթե ես չեմ սխալվում, անգամ կան վերլուծություններ, որ Սովետ միության ժամանակ ասենք հաշմանդամություն ունեցող երեխան կամ խնդիրներ ունեցող երեխան գաղտնի էր պահվում։ Իսկ այժմ հնարավորություն ունենք այս խնդիրների մասին խոսելու, բարձր ձայնելու եւ լուծումներ փնտրելու, որովհետեւ ամենացավոտ թեմաների մասին գրեթե միշտ չի որ խոսվում է։ Ձեր կազմակերպությունը այս կենտրոնի ստեղծման համար ինչ քայլեր է ձեռնարկել եւ ինչ է անում։ Շատ շնորհակալություն, շատ կարևոր հարց եք տալի, ուզում եմ մի օրինակ բերեմ սովետական միության տարիներին, երբ որ մենք դեռ երեխա էինք, իմ տատիկը գյուղում էր ապրում եւ մենք այնտեղ մի ընտանիք ունեինք, ում երեխան հաշմանդամություն ուներ եւ սալյակով էր տեղաշարժման հենաշարժողական խնդիրներ ուներ եւ այդ ընտանիքը Երևանում իր տունը թողեց, եկավ գյուղում տուն հիմնեց,
որպեսզի իր երեխան կարողանա դուրս գա բալկոն, կարողանա մարդկանց հետ Բակ շփվի, դուրս գա, որովհետև գյուղում ավելի քիչ էին մարդիկ։ Երբ որ այն ժամանակ հայրս զրուցում էր, երևի այդ երեխան իմ տարիքի է, հիմա արդեն ասում էր դե Երևանում, որ երեխայիս հանում եմ դուրս, բոլորը նայում են, ասում են, վայ, էս ինչ ա եղել, վայ, ու այդ վայ-վայերից ես շատ վատ եմ զգում, հա։ Այսօր ներառականությունը Հայաստանում շատ արժեքներ է փոխել, հա։ Ու երբ որ ես նշեցի, որ մեր կազմակերպությունը համայնքում տարբեր խնդիրների լուծմանն է առաջնորդվում, հա, հենց մենք Արմավիրում հիմնել ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների աջակցության կենտրոն եւ միայնակ տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագիր, տնային աջակցության ծրագիրն ենք հիմնել։ Ես տեսնում եմ, որ կենտրոնում խմբում ունեն հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլ երեխաներ, ովքեր իրար հետ շփվում են, իրար օգնում են։ Այսօր մենք դպրոցներում էլ, հա, ոնց որ հատուկ դպրոցները փակվեցին եւ հաշմանդամություն ունեցող երեխաները բոլորը փորձեցին ներառվել սովորական դպրոցներում։ Իհարկե խնդիրները շատ մեծ են, որովհետեւ ունենք դպրոցներ, որ ոչ բոլոր հարմարություններն են դեռևս արկա հաշմանդամություն ունեցող երեխաների համար, բայց այնուամենայնիվ արդեն դասարանում երեխաները կարողանում են իրար հետ շփվել, կարողանում են ներառել, ու դա շատ մեծ ձեռքբերում է այսօր մեր համար, որովհետև չպետք է մեկուսացնենք հաշմանդամություն ունեցող անձանց եւ իրենց ներառումը, իրենց աջակցությունը եւ այդ ամեն ինչը պետք է իրականանա ու մարդիկ պետք է իրենց զգան լիիրավ անդամ, հա, լիիրավ անդամ եւ կարողանան կյանքի անկախ հմտություններ ձեռք բերել, որովհետեւ օրինակ շատ դեպքերում, եթե հենաշարժողական խնդրով անձ ես տեսնում, ուզում ես իրեն մոտենալ օգնել, բայց պետք չի, ինքը կկարողանա ինքնուրույն այդ ամեն ինչը անել, այսինքն արժեքներ կան, որ պետք է մեր հասարակության մեջ փոխվի եւ այդ ամեն ինչը ընդունվի այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձը լիիրավ անդամ է։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար եւ այս կարեւոր հարցերը այս տաղավարում քննարկելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը։